Բարելիս բոլորիդ, լավ եք։ Ինչպես որ հայր Ստեփանոսը ասավ, այսօրվան մեր նյութը, որպես վերնակիր արած ենք Աստված օրենք չէ, Աստված ներկայություն է։ Նախքան նյութին սկսելը գուզեմ հետևյալը ասել, որ իսկապես հվարդալի եւ ուրախալի երևույթ ունի եւ գտեսնենք ձեզիվես դիգիններ կամ օրիորդներ ամեն շաբաթ գավակվին այստեղ ոչ թե իրենց անձնական կամ առօրյա գործերը դասավորելու, այլ մեկ նպատակի համար, անիգայալ ուրիշ բան մեջ է, եթե ոչ Աստծո հետ հանդիպելու համար։ Հետևաբար կաչալերելի երևույթ ունի եւ հույսով որ ավելիով այս տիպը գաջի եւ Տիրոջ խոսքը ավելիով կդարածվի եւ սերմ գծանե մեր բոլորի սրտերում մեջ։ Անցնավես երբեմն կմտածեմ հետևյալը. մենք շատ բաներ գիտենք Աստծո մասին, ճիշտ է, բայց երբեմն անոր ներկայությունը չենք զգար։ Աստված մեզի միայն գիրագի օրերը չի սպասել սիրելիներ։ Աստված մեզի ամեն օր կսպասե, երբ արդու մեր աչքերը բանանք, երբ կորձը պիտի անենք, երբ ջաշնը պիտի պատրաստենք, եւ այլն։ Աստված նաև մեր ողքին է մեր վախի ադեն, հոգնության ադեն, դժվարության ադեն, նեղության ադեն եւ կսպասե որ մենք իրեն թիմենք։ Շատեր կմտածեն թե Աստված միայն օրենք է։ Այսինքն երբ որ գհիշեն կամ կմտածեն Աստծո մասին, գհիշեն միայն Աստծո օրենքները։ Կամ կմտածեն որ Աստված բարդատրանք է, սահմաններ է, բայց այսօր գուզեմ քանի անգամ գրկնել, որ Աստված օրենք չէ, ինչպես որ մեր վերնակիրը գսե, Աստված ներկայություն է։ Ճշմարտությունը հետևյալն է, սիրելիներ, Աստված միշտ ներկայ է, բայց մենք երբեմն բացակայ ենք։ Օրը կսկսենք, աչքերնից կպանանք, առաջին գործերնից ինչ կլա, մեր հեռացաններում գնայինք, լուրերը գնայինք, ինչ կսենք որ, ինչ նորություններ կան, անհետո անմիջապես գելենք, կպատրաստվենք եւ մեր գործերուն ետևեն կվասենք։ Բայց մեկ բան կմոռնանք երբեմն։ Հետևյալս է, դեր շնորհակալ եմ, որ արտնցա։ Ահա աղոթքին սկիզբը։ Նախ համաձայն եք, որ աղոթքը ամենեն գարջ բարերով իսկ կարելի է գեղեցկացնել, անշուշտ։ Բայց աղոթքը երբեմն թեև ավելի մանրամասն պիտի խոսենք, ոմանց համար շարադրություններ, շարահյուսություններ, արտասանություններ կդառնան։ Երկար խոսիմն է կգարձեն, որ ավելի վեսելի պիտի դառնա եւ կամ իրենց փապակը պիտի իրականանա, ոչ սիրելիներ։ Աղոթքը կգրնա միայն մեկ բառով լալ, կարևորը ամբողջ սրտով, ամբողջ հոգիով եւ ամբողջ հավատարմությամբ լա։ Շնորհակալ եմ դեր։ Բարս բառն է, բայց այնքան խոր իմաստ ունի, այնքան լեցուն իմաստ ունի, որ երբեմն մենք չենք անդրադառնալ։ Այսօր հիմնական երկու հարցումներու պատասխան պիտի փորձենք գտնել միասին։ Առաջին, ինչպես կրնանք նորեն սկալ Աստծո ներկայությունը մեր կյանքին մեջ, եւ երկրորդ, ինչպես աղոթքը կրնա դառնալ մեր ամենօրյա շունչը։ Այս երկու հարցումներուն պատասխանները պիտի փորձեմ 3 կետերու մեջ ամփոփել եւ հույսով որ այս երկու հարցումներուն պատասխանները կրնան կստանալ։ Առաջին, Աստված միշտ ներկայ է, բայց մենք երբեմն բացակայ ենք։ Աստված գխոսի ամենեն մանր դեպքերուն մեջ սիրելիներ, բայց մենք հաճախ կսպասենք, որ մեծ հրաշքներ տեսնենք, մեծ լույսեր տեսնենք, մոռնալով, որ Աստծո ներկայությունը ամենեն փոքր բաներու մեջ ալ կրնա հայտնվի։ Մենք վարժված ենք, երբ Աստծո մասին խոսենք, մեծ բաներու մասին մտածել։ Համաձայն եմ, որովհետև Աստված ամենեն մեծն է։ Աստված հզորակույնն է, բայց Աստված մեզի կհայտնվի նաև մեր ամենօրյա փոքրակույն դեպքերուն մեջ են, օրինակ տալով։ Մայրը իր որդին, իր զավակը կփայփայե, կկուրկուրա, կհոգա,
այդտեղ Աստված է, որ սիրով կշնչե։ Բժիշկը գմխի տարի հիվանդը, ով է բժշկողը։ Բժիշկն է, Աստված է բժշկողը։ Տուն երբ մերգումը գներես կամ մերգումը գոքնես, որուն համար լավությունը, բարեգործությունը կատարած կլաս։ Աստուծո եւ անիգա Աստված քու միջոցով կգործե, քու անցիդ մեջ են, քու կորձերուտ մեջ են։ Բայց այս բոլորը մեր ամենօրյա կյանքի մեջ գոյություն ունին, բայց մենք չենք անդրադառնալ, որ այդ բոլորը Աստուծո հետ կապված են։ Այդ բոլորը Աստուծո մեկ ու կա մեզ։ Երբեմն կմտածենք եւ գսենք դեռ ուր ես, բայց ճշմարտությունը այն է, որ Աստված մեզի կփնտրե ավելի շատ, քան թե մենք իրեն կփնտրենք։ Հետևյալը պատմեմ ցեզի։ Գին մգար ամեն շաբաթ եկեղեցի կար։ Մոմ գվարեր, աղոտ կներ, գմասնակցեր արարողություններուն եւ գերտարդում։ Օրմա այդ գինը կովս եկավ։ Շատ դխուր, շատ հուսահատ, հարսուհուսավ։ Ամեն օր անընդհատ գաղոթեմ, գբաղադիմ, որ Աստված ցայնս լսե, բայց Աստված չի լսել։ Աստված ներկա չէ, չի գա։ Ես ախնդալով քիչմը իրենից, որովհետեւ քիչնա դետեցնեմ, ասի որ վստահ եղի, որ Աստված գլսե, վստահ եղի, որ Աստված միշտ ներկա է, բայց քիչմը տուն լրեսի, որովհետեւ սկսես լսելու ցայնը։ Գիտեք, մենք վարժվել ենք երբեմն միայն կխոսենք, առանց սпасելու դիմացին ինչ պիտի ասե, հետո մեր խոսակցությունը վերջանալու վերջ գսենք, որ բա մնա չսավ։ Է ոչ, քիչմը լրելալ պետք է սորգեսել։ Մեր երրորդ գետը թեև աս լրելու մասին է, բայց լրելը Աստուծո ցայնն լսելու մեծակույն արիտներն մեկն է։ Մենք վարժ ենք մեր աղոթներում մեջ խոսելու, մեր բաղանջները ներկայացնելու մնայուն կերպով։ Նույնիսկ առանց շնորհակալություն կամ երախտաբար դառնալու մեր ունեցած գարելիություններուն համար, մեր ունեցած դրություններուն համար, որոնք դժբախտաբար մեզի համար արժեք չունին, որովհետև մենք ամեն օր ունենք։ Բայց երբ կտեսնենք մարդիկ, որ մեր ունեցած գարելիությունները չունին, կամ մեր ունեցած դրությունները չունին, այն ադեն գսկանք, որ մենք որքան բախտավոր ենք։ Բայց կյանքն այդպես չէ սիրելիներ։ Միշտ դժբախտաբար մենք մեզ ուրիշին հետ մրցումի մեջ ենք, ուրիշին հետ բախտadutյան մեջ ենք։ Անի ունի, ես ինչու պիտի չունենամ։ Անիգա այսպես կնե, ես ինչու պիտի չունեմ։ Բայց նայեցեք սիրելիներ, որ մեկը բարի է։ Այս ամբողջ գարելիությունները որքանով մեզի համար ճիշտ են կամ Աստուծո համար ճիշտ են։ Գիտեք, երբեմն Աստուծո լրությունը բադիշ չէ։ Երբեմն լսենք, չէ, Աստված լրած է, մեզի բաժած է։ Ոչ, բադիշ չէ, այլ հրավերմն է։ Հրավերմը, որ մենք ալ երբեմն լրենք եւ իրեն լսենք։ Կյանքի իրականությունն է սիրելիներ։ Այսօրվան կյանքը ցայներով լեցուն է։ Հեռացայիններ, հաղորդակցություններ, լուրեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Մենք լսելու դաղանտը սկսած ենք գործընծնել։ Մենք սկսած ենք միայն խոսիլ, բայց Աստված գխոսի լրության մեջ ալ։ Երբ լուրես գլսես հոգիտ, իսկ երբ գլսես հոգիտ, որու գլսես Աստված գլսես։ Պետք է մենք բանանք մեր հոգիի ականջները, որովհետեւ կարենանք լսել Աստծո ցայնը։ 5 դագարանի մեջ գարտանք Եմաուսի երկու աշակերտները գկալեին դխուր, հիաստապած, հուսահատած։ Իրենք կգարձեին, որ ամեն ինչ վերջացած է, կյանքը իմաստ չունի, արժեք չունի, անկին Քրիստոս իրենց գողքին կկալեր, կտեսնեին, ավելի ճիշտ գնայեին, բայց չէին տեսնել, աչք ունեին, չէին տեսնել։ Երբեմն մենք կնմանենք այդ երկու աշակերտներուն։ Աստված մեր գողքին է, երբեմն մեր զավակներուն մեջ, երբեմն մեր ամուսիններուն ժպիտին մեջ, երբեմն մեր ընկերուներու խոսքին մեջ, երբեմն նույնիսկ օդարի մնայվածքին մեջ, բայց մենք եթե չենք փնտրել որ Աստված, այդ բոլորը պիտի չտեսնենք։ Մեր աչքերը կոց են, որովհետև մեր սիրտերը ըսպաղ են տեսակ մտածումներով, նեղությունները լան, դժվարությունները լան, դժբախտությունները լան, որոնք երթալով ավելի կդժվարացնեն մեր կյանքերը, երթալով ավելի ըսպաղ կդարձնեն մեր մտքերը եւ բարակ ժամանակ չեն ունենալ
որ նույնիսկ Աստուծո հետ խոսելու, մտածելու Աստուծո մասին, Աստուծո պատվերներու մասին եւ այլն եւ այլն։ Բայց հետեւյալն է հարցումը. Աստված ներկա է, մենք ուր ենք, երբ Աստված կսպասե, երբեմն Աստված կսպասե միայն մեկ բան, որ գենանք իր դիմաց եւ ասենք, որ դեր ես հոսեմ։ Սիրելիներ, մեր այս խոսածը դյուրին բան չէ գիտեմ։ Ամեն ինչ մեր յետին ցկել աշխարհին եկած բոլոր դժվարությունները, բոլոր նեղությունները մեր յետին ցկել եւ Աստծոնային։ Բայց Աստված, եթե դիմենք իրեն, այդ զորությունն ալ պիտի դա մեր յետին ցկելու։ Զորությունը պիտի դա, որովհետեւ կարենանք միայն իր լույսով հմայվելու, իր ներկայությամբ հմայվելու, իր ցայնը լսելու։ Բայց մենք այսօր դժբախտաբար ավելի բարձրացած ենք վոլյումին ցայնը աշխարհին, քան Աստծո ցայնը։ Անցյալները վանացայինի մեջ ալսի։ Աշխարհին ցայնը փորձենք մյուտնել։ Տելեֆոններում մեջ ունենք այդ կարողությունը, չէ՞։ Փորձենք մյուտնել, որովհետեւ գարենանք Աստծո ցայնը սկսի լսել։ Բզդիկ պատմությունը պատմեմ աղոթքի մասին։ Արիտո մգինը հետևյալը պատմեց, թե իր կյանքը փոխվեցավ միայն մեկ նախատասությամբ։ Հիմա հետևյալը հավանաբար մտածեք, այս գինը ինչ ասավ, որ մեկ նախատասությամբ ամբողջ իր կյանքը փոխվեցավ։ Ամեն արդու, երբ աչքը կպանա գսե հետևյալը եղեր։ Դեր շնորհակալ եմ, որ դակավին գշնչեմ։ Միայն այդքան։ Եվ սա այսօր այդ մեկը կյանքս փոխեց։ Չեմ կանգադիր, օրս կսկսեմ շնորհակալություն հայտնելով։ Ահա ճշմարիտ աղոթքին բովանդակությունը։ Գինը մեծ բարեր կործածեց։ Ոչ։ Երկար բարեր կործածեց։ Ոչ։ Մեծ բարերը մեզ ավելի լսելի չեն դարձնել։ Մեծ բարեր չէ, այլ մեծ սիրտ ունենալն է կարևորը, սիրելիներ։ Ինչ կսենք, որքան գսենք եւ որքան հավատալով գսենք այդ մեկը։ Երկրորդ, աղոթքը շունչ է եւ ոչ թե հանձնարարություն։ Շատեր կգարձեն, որ աղոթքը պետք է երկար լինի։ Համաձայն եք։ Պետք է երկար լինի աղոթքը։ Ոչ։ Պետք չունենք երկար լինի աղոթքը։ Բայց վստահ եղեք, որ աղոթքը երկար պետք չէ լինի, այլ իրական պետք է լինի։ Հետևյալը ասեմ, ես հոստեղ ցեզի 3 ժամ խոսիմ, երբ ամը չի հասկանաք, ավելի լավ է, կամ 40 ժամ խոսիմ, բայց շատ բան հասկանաք, վստահաբար գարչ խոսինք, շատ բան հասկանանք, ավելի նախընտրելի է։ Երբ գսիրես մեկը, միշտ խոսքի գարիք կունենաս, ոչ, երբեմն նայվածքով ալ գրնաս սիրել մեկը, երբեմն մեկ խոսքով ալ գրնաս սիրել մեկը, երբեմն իր միան գողքին գնալով ալ գրնաս սիրել մեկը։ Նույնն ալ Աստծո հետ է։ Աղոթքը շունչ է սիրելիներ։ Ինչպես որ մեր մարմինները, այս ֆիզիկական մարմինները շնչելու գարիք ունին, նույնպես ալ մեր հոգիները աղոթքի գարիք ունին, որովհետև մեր հոգիի շնչառությունը աղոթքով է։ Բայց այսօր մարդիկ, ինչպես որսի այնքան սպաղած են, հետևյալը գսեն, ժամանակ չունիմ աղոթելու։ Բայց աղոթքը միշտ ժամանակ չի պահանջել։ Մեկ բարեսելը քո կյանքդ բամը պիտի չի գործընծին, հագարակը շահ պիտի դառնա։ Աղոթքը գրնա ալալ մեկ բար, դեր շնորհակալ եմ, դեր օգնե ինձի, կամ նույնիսկ միայն նայված մտևի երգին։ Այդ նայվածքը սիրելիներ իր մեջ շատ բան գրնա ապովել, շատ բան գրնա բովանդակել, որ միայն մենք եւ միայն Աստված կրնա հասկանալ այդ մեկը։ Աղոթքը երկար բարերը չէ, այլ սրտի անգերծությունն է։ Հոգևոր հայրերը հետևյալը գսեն։ Աղոթքը առանց սրտի, մարմին մնե առանց հոգիի։ Աղոթքը կյանքը կփոխի սիրելիներ, որովհետև կփոխեն նաև մարդը, նաև մեզ։ Երբ մարդ գաղոթե, իր սիրտը կդառնա մեղմ, իր սիրտը կդառնա խաղաղ, իր սիրտը կդառնա սիրով։ Աղոթեցեք առանց դադրելու, գսե Պողոս առաքյալ Թեսաղոնիկեցիներուն գրած իր առաջին նամակի մեջ։ Այս կնշանակե միշտ Աստծո ներկայության մեջ լալ, միշտ իր հետ շփման մեջ մնալ։ Հետևյալ հարցումը հարցնեմ ձեզի։ Բոլորդ հեռացաններ ունիք։ Եվ որ դուն երթակ Wi-Fi ունիք, մեծամասնությունս ունիք, չէ՞։
այդ Wi-Fi-ին կգապվիկ, որովհետեւ ինտերնետ գործածեք։ Աղոթքը սիրելիներ հետևյալին նմանցնենք։ Աղոթքը մեր Wi-Fi-ն է Աստծո հետ։ Եթե անջատենք, գաբը գործունենք, բայց երբ միացնենք, Աստված միշտ on-line է։ Մենք offline ենք դժբախտաբար։ Այս բարերը մեր ամենօրյա բարերն են, անոր համար ուզում որ այս բարերով գործել։ Մենք որքանով բարաբենք Աստծո։ Մենք որքանով պատրաստ ենք Աստված լսել։ Այդ է իսկական հարցումը։ Աղոթքը գրնա սիրելիներ ամեն դեղ լալ։ Աղոթքը միայն եկեղեցին մեջ չէ։ Աղոթքը միայն հավաքված ամփոփին մեջ չէ։ Աղոթքը ամեն դեղ է։ Դունին բոլոր սենյակներուն մեջ, գործադեղի բոլոր անգիններուն մեջ։ Որևէ դեմը գործը սկսել է առաջ կամ գործը սկսել է յետք։ Ջաշ պատրաստած ադեն, ջաշ ուդելեն առաջ, ջաշ ուդելեն յետք։ Շարքը գրնանք էր գալել դակակին։ Ահոն կսկսի իրական աղոթքը։ Ոչ միայն եկեղեցու մեջ, այլ մեր կյանքին մեջ, այլ խոսքով մեր ամենօրյա կյանքին մեջ։ Գեհիշեմ, դարձյալ բախնությունը պատմեմ, գեհիշեմ օրը դարձյալ շատ դխուր, շատ հուսահատ գինը մոտեցավ։ Երկար ադեն աղոթած էր, որ իր դղան ավելի լավ գործ մգտներ, որովհետև գործի մեջ դժվարություններ ուներ, նեղություններ ուներ, բայց չէր գնար ավելի լավ գործ մգտներ։ Գաղութեր և շարունակ գաղութեր, որպեսզի իր զավակը ավելի լավ, ավելի հաճող գործ մգտներ։ Չէր կդած, գուլար լիգինը։ Եվ հաճախ կգտներ, որ Աստված չի լսել իմ աղոթներս։ Չի կա Աստված, ուր է։ Ես ալսի, գրնալալ, որ Աստված ուրիշ բաննը կպատրաստ է, կամ կծրակրե քեզի համար, կամ դղուտ համար, ոչ թե այն ինչ որ տուն գուզես, այլ ինչ որ ինք գուզե, Աստված գուզե, եւ ինչ որ պետք է։ Մենք երբեմն բաներ ուզենք Աստծո, որ մեզի համար, մեր կյանքերուն համար այնքան անհրաժեշտ չեն։ Երբեմն բաներ ուզենք, որ այնքան կարևոր չեն, կամ ճիշտ չեն, որովհետև երբեմն մեր ուզածները կամ մեր խնդրանքները ուրիշին հանդեպ մեր ունեցած նախանցեն մղված կրնալա։ Բայց Աստված, որովհետև մեր սրտերը գիտե, մեր մտքերը գիտե, մեր հոգիները գիտե, շատ լավ գիտե այդ մեր խնդրածը ճիշտ է կամ սխալ է։ Շատ լավ գիտե այդ մեր խնդրածը որքանով օգուտ է մեզի կամ անհրաժեշտ է։ Եվ իսկապես այդպես եղավ։ Մեկ ամիս վեճ այս կինը ետ եկավ։ Այս անգամ ուրախ, զվարթ, խնդար, այսօր կդավ գործ, աչքդ լույս։ Հետևաբար Աստուծո պատասխանները միշտ հավասար չեն մեր ուզածին, որովհետև նույնը չեն, բայց միշտ ավելի խոր են։ Միայն անգդեսն է ավական, մինչ մենք միայն այդ բահը։ Մեր կարողությունները սիրելիներ, միայն մեր բահը, մեր հիմակվան ներգա իրավիճակը մտածելու սահմանապակ է։ Մենք աբական գիտենք, ոչ։ Մենք միայն գրնանք ծրագիր մշակել աբակային մասին, եւ եթե Աստված հարմար տեսնե, գիրակորձե։ Իսկ եթե Աստված հարմար չտեսներ, չիրակորձել։ Եվ շատ լավ գիտեք, չէ, մենք առօրյայի մեջ շատ կգործածենք, եթե աբակայի հետ ծրագիր ունենք, մեր առաջին բառը հետևյալը լա։ Աստված ուզե այսպես պիտի անենք։ Ասիկա միշտ կգործածենք մենք ամեն օր։ Անիգա բարձ խոսքը չէ, բայց մենք ամենօրյա դրությամբ շատ բարձությամբ կսենք, բայց անիգա բարձ խոսքը չէ։ Աստված ուզե կալ շաբաթ այսպիսի բանը պիտի անեմ։ Եթե Աստված ուզե սիրելիներ, ոչ թե եթե մենք ուզենք։ Շատ գեղեցիկ խոսք մգա։ Խորհուրդ մարդկանց կամ Աստուծո։ Մարդուս խորհուրդը շատ բան գրնա մտածել, շատ բան գրնա ուզել, բայց Աստուծո կամքը գլվա, ոչ թե մեր կամքը։ Եթե բարի է մեր ուզածը, Աստված արդեն մեզի կշնորհե, Աստված մեզի արդեն կբարգևե։ Հետևաբար ոչ թե մտածենք մեր ծրագիրներուն մասին, որուն մեջ Աստված չկա, այլ փորձենք ծրագրել նոր
ծրագիրներ ձևումը, որուն մեջ Աստված գա, որուն մեջ Աստված ներկայություն է։ Երրորդ. Երբ աղոթքը կդառնա լսել, այսինքն, ինչպես որ քիչ առաջ ասի, այս անգամ եկեք ոչ թե խոսելու մասին մտածենք աղոթքին մեջ, այս անգամ փորձենք խոսիլ լսելու մասին։ Շատեր կգարձեն, որ աղոթքը խոսիլ է ոչ արտենեսինք։ Երբեմն աղոթքը լսել է, աղոթքը լրել է, աղոթքը բացվիլ է, ընդունել է Աստված։ Իրական աղոթքը երբ խոսությունն է սիրելիներ, բայց մեր աղոթքները ընդհանրապես երբ խոսություն չեն, միակողմանի խոսակցություն է մեր աղոթքը ընդհանրապես։ Միայն մենք խոսենք։ Աղոթքը Աստծո ձայնը լսելու արվեստն է։ Եթե մենք Աստծո ձայնը կլսենք, արվեստակետներ ենք։ Կարելի է ասել աղոթքը կնմանի շունչի։ Ամեն օր շունչ կառնենք, չէ՞, ամեն օր չէ, ամեն երբ վարյան շունչ կառնենք բոլորս։ Երբ մեր շունչը դուրս կուտանք, մեր աղոթքն է, որ կբարձրացնենք Աստված, երբ մեր շունչը ետ ներս կառնենք, Աստծո ձայնն է, Աստծո բادرն է, որ ետ ներս կառնենք։ Աղոթքը ճիշտ կնմանի մեր ամենօրյա առած շունչին։ Գարդաշնչենք եւ ներշնչենք, չէ՞։ Երբ դուրս կուտանք, մեր աղոթքն է, որ կուտանք Աստծո, երբ ետ ներս կառնենք մեր շունչը, Աստծո բادرն է, որ Աստծո ձայնն է, որ լսենք։ Աստված կպատասխանի լրությամբ, խաղաղությամբ, երբեմն իր բարերով, երբեմն իր նշաններով, բայց միշտ կպատասխանի։ Երբեմն կգնա ուշ պատասխանել, երբեմն կգնա պատասխան մտալ, որ մենք շատ պիտի չախորժենք, բայց վստահ ալնանք եւ հավատ ունենանք, հավատանք, որ ադիկա է ճիշտը։ Յուրաքանչյուրդ մտածեցեք եւ փորձեցեք հիշել ձեր կյանքի ամենն փոքր հրաշքները։ Մեկը այսօր այս ներկաներեն չի գրնարսել, որ իմ կյանքից մեջ հրաշքն չէ բանալից։ Ոչ մեկս։ Հետևյալ։ Երբ որ մտածեցինք, թե ամեն ինչ գործընթացած ենք, բայց հանկարծ դուրմը կբացվի։ Չբադահաց մեզի հետ։ Միշտ կբադահի։ Եվ որ կգարձենք, որ այլևս ճամփուն վերջը հասած ենք, այլևս կարելիությունները, բադեհությունները անկարելի դարձած են, նույնիսկ երբեմն ոմանց համար կյանքն ալ ապրիլը անիմաստ դարձած է, հանկարծ լույսը կծակի, դուրմը կբացվի։ Անի ով է բացող Արթուրը, ով է լույսը ծակեցնողը, մենք, ոչ, Աստված, ուրիշ մեկը չէ, եւ քիծած եղեկալ, որ Աստծուց մեզ զադալ մեկը չի կրնարնել այդ մեկը, որովհետեւ միայն Աստված ունի այդ զորությունը։ Երկրորդ օրինակ մտամ, եւ որ մեկը եկավ ճիշտ բահուն մխիտարելու, այդ բոլորը Աստծո ձայնն է։ Երբեմն գիտեք, չենք գիտեր ինչ պիտի մտածենք, չենք գիտեր ինչպես պիտի մխիտարենք մենք մեզ, հանկարծ մեկը կամ մեր ընկերուհին, մեր ամուսինը, մեր կինը երբեմն փոքրիկ փարը գսե եւ այդ փարը մեզի համար մխիտարություն կդառնա։ Չէ եղած ցեզի հետ։ Վստահաբար եղած է։ Բայց այս բոլորը մենք կրնանք տեսնել եւ հասկանալ եւ որ բաց սրտով գաղութենք, երբ հավատարմությամբ գաղութենք, երբ գահավատանք մեր ըսածներուն, երբ Աստծո հանդեպ գադարյալ հավատք կցուցաբերենք։ Աստված գխոսի լրության մեջ սիրելիներ։ Երբ մենք լրենք ներսեն ցայնը լսենք, մի վախնանք, ես հոսեմ։ Մարիամ Աստվածածին սիրելիներ դարձավ մեզի մեծագույն օրինակը, մեզի սորվեցուց այդ լրության աղոթքի արվեստը։ Աստվածաշունչը գսե, չէ, նոր գդագարանը։ Ան շատ չի խոսեցավ։ Դեսած եք քեչ Աստվածաշունչի մեջ, հանդիպած եք, որ Մարիամ Աստվածածի շատ գխոսեր, ոչ, քիչ խոսեցավ, բայց ամեն բան իր սրտին մեջ պահեց գսե։ Ահա իրական աղոթքը։ Հետևաբար, Աստված հերու չէ մեզ սիրելիներ, եթե պնդվենք Աստված մեր կողքին է։ Ան հոս է մեր կողքին, մեր սրտերուն մեջ, մեր հոգիներուն մեջ, մեր մտքերուն մեջ, կարևորը մենք արիթ տանք, որ այդ երեկին ընդմեջ ենք փորձե Աստված։ Աստված միշտ ներկա է,
բայց մենք պետք է սրտով բաց լանք իր ներկայության առջև։ Եվ աղոթքը այն բանալին է, որ կփանա սրտի թուրը դեպի Աստված։ Երբ առավոտյան կփանաս աչքերդ ասե, դեր շնորհակալ եմ։ Երբ դժվարություն ունիս, ասե, դեր գիտեմ, որ հոսես, օգնե ինձի։ Երբ ուրախ ես, դեր պիտի չմոռնամ, որ այս ուրախությունը քու բարգեւել է։ Մենք Աստված կհիշենք միայն դժբախտաբար մեր դխուր արիտներուն, մեր նեղության մեջ, մեր դժվարության մեջ։ Ուր է Աստված, չի լսեց Աստված, ինչ կնե Աստված, երբ որ ուրախ ենք ինչու չենք հիշեր Աստված։ Շատ լավ գիտենք մեզ Աստված մեզի դխրագից դարձնել, դժբախտաբար, բայց երբ ուրախ ենք ինչու ուրախագից չդարձնենք Աստված։ Վարբեդ ենք Աստված այբանելու մեջ, բայց նաև այբանենք մենք մեզ, որ միայն դժբախտության, միայն դժվարության, միայն նեղության ընթացքին է, որ գեիշենք Աստված, և հարց կուտանք, թե ուր է ինք։ Այլ ընդհակառակը, եթե ամեն օր հարցնենք, թե ուր ես Աստված, այն ադեն պիտի սկսենք տեսնել, թե Աստված միշտ մեր կողքին է, Աստված միշտ ներկա է, Աստված միշտ պատրաստ է մեզ օգնության հասնելու և պարադելու մեր ամեն ցավերը, ամեն դժվարությունները, ամեն նեղությունները։ Հիսուսը ասավ չէ, ինձի եկեք դուք բոլորդ, հոգնածներ և բեռնավորվածներ, և ես հանգիստ պիտի տամ ձեզի։ Շատ չարաչար գսխալիք սիրելիներ, եթե այդ հանգստությունը ուրիշ մեկուն մեջ պնդրեք։ Չարաչար գսխալիք, եթե այդ հանգստությունը, այդ խաղաղությունը Աստծո զատ դեղ մպնդրեք, որովհետև այդ հանգստությունը, այդ խաղաղությունը, այդ երջանկությունը միայն Աստվածային է և միայն Աստված կրնադալ։ Աղոթքը թող դառնա ձեր սրտին շունչը, և երբ կշնչես աղոթքով, կսկսես տեսնել Աստված ամեն տեղ, մարդուն աչքերուն մեջ, բնության մեջ և քու սեփական հոգիիդ մեջ։ Եվ այսպիսով վստահ եղեք սիրելիներ, որ ձեր դուները խաղաղությամբ պիտի լեցվին, իսկ հոգիները Աստծո լույսով։ Վերջապես, աղոթքը Աստծո հետ հանդիպում է։ Հանդիպում։ Միագողմանի խոսակցություն չէ, այլ երկխոսություն է։ Աստված օրենք չէ, Աստված ներկայություն է։ Եվ աղոթքը այդ ներկայությունը շնչելու արդասանելի միակ ուժն է։